2025 թվականը մեզ նույնպես սպասում է բուռն աշխատանքներ, բակային բարեկարգումների հետ կապված։ Բյուջեով ունենք նախատեսած 5.2 միլիարդ դրամ, որն իր մեջ ներառում է ներկապային մոտ 115 բակ։ Բոլոր վարչական շրջաններում ենք իրականացնում բակային աշխատանքներ։ Նախատեսել ենք 115 բակից մոտ 30-ը միայն ֆուտբոլի դաշտեր կառուցել։ Այդքան դաշտ, որ մենք կառուցում ենք, այդ դաշտերում երեխաները խաղում են ֆուտբոլի նկատմամբ իրենց հետաքրքրվածությունը բարձրանում է, իրենք նաև ձեռք են բերում որոշակի փորձ։ Մենք հույս ունենք, որ վաղը մյուս օր դա նպաստելու է մեր առհասարակ Հայաստանի ֆուտբոլի զարգացմանը։ Այն այգիները, որոնց շինարարությունը սկսել ենք, դրանք նույնպես պետք է շարունակվեն եւ ունենք նաեւ այգիներ, որոնք որ ըստ նախատեսածի մենք այս տարի ուզում ենք արդեն բացում կատարենք։ Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ գտնվող տարածքում նախատեսել ենք կառուցել թենիսի ակադեմիա, այնտեղ նաեւ համայնք եւ մասնավոր որոշակի համագործակցության շրջանակներում կլինի։ Բավականին մեծ տարածք ենք մենք նախատեսել եւ հույս ունենք, որ արդեն այս տարի մենք կսկսենք այդ աշխատանքները։ Միայն նախորդ տարի մենք 139,000 քառակուսի մետր տարածք ենք բացազատել, բնականաբար դա շարունակելու ենք, զավթած տարածքները մենք հետ ենք վերադարձնում հանրությանը, այն ճանապարհը, որը մենք սկսել ենք, պետք է իր ավարտին հասցնենք։ Նպատակն է, որպեսզի Երևանը դարձնել հարմարավետ քաղաք մեր բնակիչների համար եւ մարդը տանից դուրս գալուց ինքը տեղ ունենա իր ժամանցը անցկացնելու իր բակային հատվածում։ Քաղաքապետի կողմից խնդիր էր դրված Երևանում արդեն լուսավորության ցանցում գտնվող բոլոր հին լուսատուները նատյուրմորտային փոխարինել նոր LED լուսատուներով։ Հին լուսատուները մեգախնայության իմաստով շատ վատն են, մոտավորապես 1/3-ով ավելի տնտեսամեքանիկա, քան հին լուսատուների պարագայում։ Աշխատանքները սկսվել են մոտավորապես 1 տարեից առաջ եւ այս պահին կարող ենք ֆիքսել, որ Երևանի մոտավորապես 70%-ը լեդավորված է արդեն։ Այս պահին մեծ թափով աշխատանքներ իրականացնում ենք Երևանի վարչական բոլոր շրջաններում, կենտրոն վարչական շրջանում իրացրել ենք արդեն աշխատանքներ Տերյան, Վազգեն Սարգսյան, Խորենացի, Պուշկին փողոցներում, Նոր-Նորքում, Վիլնյուսի փողոցում, Լվովյան, Մինսկ փողոցներում, Ավանում Խուձակով փողոտան ենք վերջացրել, Շենգավիթ վարչական շրջանում Բաղատունյաց փողոտան, 2 մեծ թաղամասեր ենք վերջացրել, ներքին Չարբախ թաղամասը եւ ներքին Շենգավիթ թաղամասը։ 25 թվականին արել ենք 20 փողոց եւ պողոտա եւ 2 մեծ թաղամաս եւ նաեւ մանկահետաց թունելը։ Մեր խնդիրն է հասնել մի կետի, երբ որ կարողանանք Երևանի գիշերները լուսավորել մինչև առավոտ։ Տարբերություն չկա, մենք աշխատում ենք կենտրոնում, թե օրինակ, չգիտեմ, Շենգավիթում կամ Երևանի վարչական շրջանում։ Երկու խնդիր ունենք մեր առաջ դրված, առաջինը երևանցիների համար ստեղծել ավելի ապահով եւ գեղեցիկ միջավայր եւ երկրորդը էներգախնայողության արդյունքում տնտեսել գումարներ հետագա ծրագրերը իրականացնելու համար։ Իրականում այն ինչին այսօր ականատես եղանք, կարծում եմ մարդկային քմահաճույքի դրսևորումներից եւ բարբարոսական դրսևորումներից մեկն է։ Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է անազատ, կիսաազատ կենդանիների պահման, վայրի կենդանիների պահման կարգը։ Այսինքն պետք է հատուկ թույլատվություն ստացվի, պահման պայմանները պետք է համապատասխանեն յուրաքանչյուր կենդանատեսակի ձևին, չափին, տարիքին։ Ինչ վերաբերում է նման դեպքերի կանխելուն, մենք պարբերաբար իրականացնում ենք իրազեկումը
Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ ժամանակի ընթացքում կպարզվեն այնպիսի դեպքեր, որտեղ օրինակ նմանատիպ կենդանիները հանրային վտանգավորություն ունեցող, օրինակ տեղակայված են դպրոցների, մանկապարտեզների, բնակելի թաղամասերին շատ մոտ, որը նաև հանրային վտանգավորություն է ներկայացնում։ Մայրաքաղաքի կենտրոնական հատվածով անցնող Հրազդան գետի եւ դրա վրա կառուցված Երևանյան լճի աղտոտումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվել է 2 աղբավորսիչ ցանցերի կառուցում։ Վերջերս շահագործման հանձնված սարքերի նախագծման եւ տեղադրման համար ծախսվել է շուրջ 122 միլիոն դրամ։ Այս հարմարանքների օգնությամբ ջրային տարածքները մաքրվում են մեծ տրամաչափի կենցաղային թափոններից։ Դրանք տեղակայված են Արաբկիր եւ Շենգավիթ վարչական շրջանների գետի հունային հատվածներում։ Տեղադրման ընթացքում հաշվի են առնվել բարդ ռելիեֆը, ինչպես նաև աղտոտման պատմականորեն մեր վերլուծությունները եւ բուն ցանցի տեղադրման համար հնարավոր մոտեցումները։ Աղբավորսիչ ցանցերը ընդհանրապես ամբողջ աշխատանքի 1/3-ն են իրականացնելու եւ նպատակը բուն այն չէ, որ բնության մեջ գետերի հուների վրա տեղադրենք ավելի ու ավելի շատ մակրո հարմարանքներ, այլ ավելի շատ կոչ անենք մեր քաղաքացիներին, որպեսզի ամեն դեպքում աղբը թափեն այնտեղ, որտեղ պիտի թափեն, այսինքն աղբատեղիներում, աղբամաններում։ Մաքրման սարքերն իրենց հերթին սակայն ազգաբնակչության կողմից նշված կանոնների պատշաճ հետևողականությունը կնպաստեն շրջակա միջավայրի պահպանմանն ու մայրաքաղաքում մաքուր կենսամիջավայրի ստեղծմանը։ Երևանի քաղաքապետարանից ենք ստեղ եք աշխատում։ Այո։ Մի հատ մեզ լիցենզիան կներկայացնեք գործունեություն ծավալելու։ Ունեք թե չունեք լիցենզիա։ Լիցենզիա չունեք։ Չգիտեմ։ Ով է մոտիկանում։ Հեսապետը։ Շատ լավ։ Տարածքի վկայականը մեզ կներկայացնեք։ Եկել ես ստեղի գործունեություն ծավալելու համար կա թույլտվություն տեղակեք դուք։ Արդեն ժողովրդի հետ։ Դրանք ասում են սպային մարդն է սպասում, դուք եկեք դրա համար եմ ձեզ հարցնում։ Ես տարածքներն եմ։ Ուր այս տարածքի վկայականը, մոտ ուզում եմ վկայականը։ Դրանք մոտը շփոթել։ Ունեք հատ ներկայացրեք այդ լիազորագիրը։ Քանի որ լիազորված անձը դուք եք, նշված մերձման սրա առանց համապատասխան լիցենզիայի շահագործվում է։ Նախ կնդրենք մեզ ներկայացրեք ձեր լիցենզիան աշխատելու, հա? Չունեմ։ Արձանագրությունը կազմում է, որ դուք առանց համապատասխան լիցենզիայի օգտագործում եք նշված տարածքը որպես մերձման սրա։ Ով կա պատասխանատու անձ, քանի որ սեփականատեր սպային տեղում չի, վարչական վարույթ իրականացրեք։ Մենք այս պահին ձեր վրա արձանագրություն ենք կազմում ծառայություն մատուցելու համար առանց համապատասխան թույլտվության, այսինքն դուք նշված սրահում մերսում եք իրականացնում ու չունեք համապատասխան լիցենզիա։ Մենք խնամում եւ հոգ ենք տանում երեխաների մասին, բացահայտում նոր անուններ եւ աշխարհին տալիս դաստիարակված սերունդ։ Քիմիան պետք է խորը եւ բազմակողմանի ուսումնասիրենք, որպեսզի այն կարողանանք օգտագործել մեր առօրյա կյանքում, մեր բոլոր բնագավառներում։ Աշխարհը ավելի պարզ եւ գունավոր տեսնելու համար անհրաժեշտ է առողջ տեսողություն։
այնպես որ հետևեք ձեր առողջությանը, այն շատ կարևոր է։ Ամեն օր բնությանը սեր տալով մենք մայրաքաղաքը դարձնում ենք առավել գեղեցիկ, ներդաշնակ ու մոտ բոլորի սրտին։ Մենք պահպանում ենք մեր մաքրությունը, աշխատում ենք, որ մաքուր լինի, գոհացնենք մեր բոլոր քաղաքացիներին։ Անթիվ զանգերին, բողոքներին զուգահեռ մեզ համար շատ կարևոր է լսել եւ հասկանալ քաղաքացիներին, ինչպես նաեւ տեսնել իրենց գոհունակությունը։ Մենք հասարակությանը դարձնում ենք առավել իրազեկ, բացահայտում, պատմում նորն ու չգրվածը։ Մենք վեր ենք հանում երևանցու խնդիրն ու հնարավորություն տալիս փոխել ու զարգացնել քաղաքը։ Սպորտը սահմաններ չի ճանաչում։ Մենք միասին կարող ենք նոր ձեռքբերումներ եւ հաջողություններ կերտել, աշխարհին ցույց տալով մեր հզոր ուժը։ Բալետային արվեստը իր էությամբ ճկուն ու սահուն մարմնի աշխատանքն է։ Հարկավոր է շատ աշխատել, իմանալ, որ հայ ժողովուրդն էլ ունի լավ արվեստ բալետային։ Ես իմ հարազատ թատրոնի բեմում յուրաքանչյուրս պետք է մեր աշխատանքով ծառայենք մեր ժողովրդին։ Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս, դռները բացեք, գարուն է գալիս։ Գարունը եկավ իր հետ բերելով ամենասպասված իրադարձություններից մեկը։ Երևանի կապույտ երկնքում շողացող արևը ներքևում տիրող բարձր տրամադրությունը ստեղծել էին մի իսկական գարնանային իրարանցում։ Առիթը գրքի փառատոնն էր։ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած Երևանը կարդում է կարգախոսով ամենամյա փառատոնը իր շուրջն էր համախմբել բազում ընթերցասերների։ Ուղիղ 2 օր մարտի 1-ին եւ 2-ին Շարլ Անձնավուրի անվան հրապարակում երևանցիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն ունեցան շրջելու տոնավաճառներով, ձեռք բերելով իրենց սիրելի գրքերը, ինչպես նաեւ մասնակցելու համերգային ծրագրին։ Լեռնատան գրքերն են ներկայացված, կենսագրականներ, հուշեր, ինչպես նաեւ գեղարվեստական գրականություն, ակտիվա հարցնում են հիմնականում հենց մեր հայ նշանավոր անձանց հուշերի մասին։ Շատ գովելի միջոցառում է։ Ես նկատում եմ, որ մեր երիտասարդները բավականին հետաքրքրված են ժամանակակից գրականությամբ, նաև մեր մեծերի գրականությամբ եւ տեսնում եմ, որ ակտիվ եռուզեռ է եւ բոլորը գրքեր են գնում, գրքեր են ձեռք բերում տարբեր ժանրերի եւ սա ուրախալի է։ Չէի պատկերացնում, որ այսպիսի գեղեցիկ միջոցառում է, հիացած եմ։ Շնորհակալ եմ քաղաքապետարանից, որ նպաստում է գրքի տարածմանը, ընթերցանության զարգացմանը։ Կարծում եմ, որ լավ կլինի, որ սա կրկնվի նաև ամռանը։ Ես զանգակում ճիշտ ասած գիրք էի կարդում, լսեցի աղմուկը, իջա պարզվեց, որ լավ էլի բենդն է երգում, հաճելի ժամանց ապահովում, արևի տակ գիրքը ձեռքիս ունկնդրում եմ։ Դե իսկ երաժշտական մասն ապահովում էին հանրահայտ Նեմրա, Սոնա Գյուլխասյան եւ Ռաֆայել Պետրոսյան Jazz Connection, ինչպես նաեւ Լավելի խմբերը։ Միջոցառման ընթացքում ճանաչված ու սիրված դերասաններն ընթերցեցին դասական ու արդի գրողների ստեղծագործություններից հատվածներ։ Ժամանակակից հայ հեղինակների եւ ընթերցողների մասնակցությամբ անցկացվեց պանելային քննարկում։ Ամուրբերի, խիզախի, կտրիչի, քաչ, հերոս, ազատ։ Մանկական թատերական ներկայացում, հեքիաթներ, զվարճալի ու ինտերակտիվ խաղեր, այնպես որ գրքային տոնախմբությունը պակաս հետաքրքիր չէր նաև փոքրիկ այցելուների համար։ Ինչ գրքեր է շատ սիրում կարդաս։ Անգլերեն եւ հայերեն։
Գրականությամբ ու երաժշտությամբ համեմված յուրօրինակ մթնոլորտը միավորել էր բոլորին, նրանց օրը դարձնելով հիշարժան։ Անկախ տարիքից, եղանակից ու վայրից միևնույն է՝ Երևանը կարդում է։ Երևանը կարդում է։ Երևանը կարդում է։ Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի։ Վերամշակենք միասին։